Հայաստանի պատմության թանգարանը մեր երկրի այն կարևոր մշակութային կենտրոններից մեկն է, որտեղ պահպանվում ու ներկայացվում է մեր պատմական ժառանգությունը։ Այսօր իմ հյուրն է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Պարոն Պողոսյան, թերևս սկսենք ամենակարևորից։ Ինչպիսին է այսօր Հայաստանի պատմության դերը հայկական մշակութային կյանքում։ Մեզ համար կարծում եմ առավել հիմքային է մեր պատմության ընդհանրապես դերը, մշակութային ժառանգության եւ ընդհանրապես բազմակողմ տարբեր մշակութային շերտերի հետ կապված հարցերը գրեթե միշտ անցյալից ներկա են մեզ մոտ այսպես դիտարկվում եւ կարծես նաեւ մեր մտածելակերպի մեջ է դա այսպես խոր արմատներ գցել եւ սա կարծում եմ շատ կարևոր է ընդհանրապես զուտ մեզպես 5 քաղաքակրթություն ունեցող ժողովրդի առօրեական նույնիսկ մտածելակերպի այս ընդհանուր կոնտեքստը հասկանալու համար էլ։ Պարոն Պողոսյան, Հայաստանի պատմության թանգարանը ինչպիսի նշանակություն ունի մշակութային ինքնագիտակցության ձևավորման գործում։ Հայաստանի պատմության թանգարանը այն փաստական հիմքն է, սկսած ամենահին շերտերից, մեր երկրում առկա եւ ընդհանրապես բացահայտված, միջև մեր նորագույն պատմության ներկայիս փուլը։ Եվ առանց այդ հիմքի ընդհանրապես դժվար է խոսել որևէ պատմական փաստի, իրադարձության եւ նաեւ հետագա սերունդներին սա ավանդելու այս տեսանկյունից։ Ոստի կարելի ասել ինչ որ առումով մեր բազմադարյա պատմության հիմքերը, փաստական եւ առարկայական հատկապես հիմքերը հենց պատմության թանգարանի պատերից ներսում են այսօր եւ նաեւ աշխատում ենք որպեսզի մշտապես պատերից դուրս գան դրանք։ Նախորդ տարվա սեպտեմբերին շատ կարևոր մշակութային իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում, Անահիտ Աստվածուհու կիսանդրին եւ ձեռքերը տեղափոխվեցին Հայաստան։ Նման օրինակ պատմական ցուցադրություններին ինչպիսին է հանրության արձագանքը։ Շատ ակտիվ մեծ հետաքրքրություն, ինչպես եւ ակնկալում էր, առաջացավ այս ցուցահանդեսի հանդեպ, որովհետեւ աննախադեպ մի մշակութային սա իրադարձություն էր մեր երկրում եւ այսօր էլ դեռևս ցուցահանդեսը գործում է մինչեւ մարտի 21-ն է դրա ցուցահանդեսի տևողությունը ինքը աննախադեպ էր նրանով որ առաջին անգամ հնարավորություն ունեցանք նախ հյուրընկալելու աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկից նմանատիպ երկու ցուցանմուշ, որոնք մեր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունեն, եւ երկրորդը դրանք այսպես պատմական հանդիպում ունեցան նաեւ իրենց ժամանակի այլ հայրերից մեզ հասած մշակութային իրողությունների հետ եւ ընդհանրապես դրանք նաև ներառվեցին մի ավելի ընդհանուր լայն կոնտեքստում, որը վերաբերվում է մայրության թեմային, ընդհանրապես հնագույն շրջանից կնոջ պաշտամունքին եւ նաև դրա արձագանքներին միջև մեր ներկայիս հանրապետությունը։ Սա կարծում եմ նոր հետաքրքիր մի նաև ձևաչափ էր հետագայում նմանատիպ ցուցադրությունները շարունակելու համար եւ նույնիսկ անցած տարի նմանատիպ մեկ այլ ցուցահանդես ունեցանք արդեն Ֆրանսիայի մեր այլ գործընկեր կազմակերպության, Ֆրանսիայի հնագիտության ազգային թանգարանի հետ, որտեղից կրկին 5 առարկա մեզ հյուրընկալվեցին եւ դրանք համադրվեցին հայաստանյան տարբեր թանգարաններում պահվող համաժամանակյա իրերի հետ այսպիսով հնարավորություն տալով այցելուին ականատեսը լինելու նմանատիպ պատմական մշակութային մի երկխոսության հետ եւ նաեւ նորովի, այսպես ընկալելու տարբեր իրողություններ, որոնք
կարծես թե միշտ ակտուալ են։ Պարոն Պողոսյան, ես գիտեմ, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության բաժանորդային ծրագրով այսօր Հայաստանի պատմության թանգարանում հերթեր են գոյանում, որովհետեւ աշակերտները, դպրոցականները եւս ցանկանում են ժամանակը չկորցնել ու ներկա գտնվել այս ցուցադրությանը, ինչպիսին է Անահիտը։ Ինչ են տանում իրենց հետ։ Բաժանորդային ծրագրի ընդհանրապես ունի իր տրամաբանությունը եւ պետությունը սահմանել է, որ այս այցերը պետք է լինեն նպատակահողված, կապակցված դպրոցական դասերի հետ եւ հետագայում նաեւ դառնան հետաքրքիր փորձառություն կոնկրետ որոշակի նախագծային տարբեր արդյունքներ դպրոցում ստեղծելու համար։ Բայց քանի որ նաև հաճախ չեն այսպիսի ցուցահանդեսները, ուրախ ենք արձանագրել, որ նախարարության նախարարի հրամանից հետո դպրոցները նաև իրենց հավանաբար նաև այս նախագծային կամ դասընթացների տրամաբանությունը նաև կապեցին թանգարանի այս կողմից կազմակերպված այս մշակութային միջոցառման հետ եւ կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է նաեւ դպրոց թանգարան այս կապերը զարգացնելու եւ անընդհատ նաեւ դասերի ընթացքում արկա մշակութային առաջարկները նոր կրթական արդյունքներ դարձնելու ուղղությամբ։ Տպավորությունները տարբեր են, որովհետև նաև տարբեր տարիքային խմբեր են այցելում կապված նաև իրենց տարբեր դասապրոցեսների հետ, ինչպես գիտեք, ցուցահանդեսը մի ընդհանուր գաղափար է, բայց ընդգրկում է տարբեր պատմական ժամանակահատվածներ եւ սկսած նոր քարեդարից մինչեւ ներկայիս հանրապետության հետ կապված ցուցանմուշներ կան ցուցադրված եւ կարծում եմ ամեն մի խումբ իր հետ տանում է այն բովանդակությունը, որ առավելապես վերաբերվում է իր դասընթացին, հավանաբար այս տրամաբանությունը շատ կարևոր է, որ հետագայում նաև մենք շարունակենք աշխատել դպրոցների հետ, ունենալով բազմաշերտ մշակութային առաջարկներ։ Նման օրինակ մասշտաբային ցուցադրություն սպասենք այս տարի, կա որևէ շեշտադրություն օրինակ ինչ-որ ժամանակաշրջանի կամ ինչ-որ բանի վրա։ Այո, հենց հիմա աշխատում ենք մեր մեկ այլ հեղինակավոր գործընկերոջ Լուվրի թանգարանի հետ, որի հետ անցած տարի համագործակցության հուշագիր ստորագրեց Հայաստանի պատմության թանգարանը եւ հուսով ենք ամեն ինչ հաջող կընթանա եւ սեպտեմբերին հնարավորություն կունենանք թանգարանում հյուրընկալելու մեկ այլ հետաքրքիր հավաքածու Լուվրից առաջին անգամ եւ ոչ միայն հյուրընկալելու, այլ դրանք կրկին հնարավորություն կունենանք համադրելու մեր հարուստ հավաքածուից մի ընտրանու հետ թեման առավելապես միջնադարյան քրիստոնեական մշակույթն է եւ խնդիրը կապված է հայ առաքելական եւ նաեւ արևելաքրիստոնեական ուղղափառ եկեղեցիներից մեզ հասած եկեղեցական մշակույթից մեզ հասած մի հետաքրքիր ընտրանու հետ սկսած վաղ միջնադարյան տարբեր փուլերից մինչև ուշ միջնադար թույլ տալով մեր այցելուին ինչպես զգալու այս համընդհանուր մշակութային երևույթները, այնպես էլ տարանջատելու դրանց որոշակի առանձնահատկությունները։ Սա սպասվելիք ծրագրերից մեկն է, բայց նաև կարող ենք ասել, որ միջև այդ էլ կամ պլանավորված նմանատիպ նախագծեր Նիդերլանդներից մեկ այլ գործընկերոջ Դրենց թանգարանի հետ, որտեղից ակնկալում ենք մի հետաքրքիր բրոնզեդարյան շրջանի մի հավաքածուի հյուրընկալում եւ դրանց համադրում Հայաստանի պատմության համաժամանակյա մի հավաքածուի հետ, թույլ տալով կրկին այցելուին զուգահեռներ անցկացնել տարբեր երկրներում նույն ժամանակաշրջանի համընդհանուր երևույթների վերաբերյալ կարծում ենք այս մոտեցումը շատ իրատեսական է եւ նոր հնարավորություն է մեր երկրում
այցելուին առաջարկելու նմանատիպ այսպես համադրումներ, զուգահեռականներ եւ նաեւ թույլ տալու հնարավորություն ունենալու հաղորդակցվելու նաեւ արտերկրյա տարբեր հեղինակավոր թանգարաններում պահպանվող մշակութային ժառանգության այլ դրսևորումների հետ։ Հայաստանի պատմության թանգարանում պահվող մեծ ժառանգությունը, մեծ ֆոնդերը, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև մենք խոսում էինք հյուրընկալումներից։ Մենք երբ ենք պատրաստվում հյուրընկալվել եւ մեր ժառանգությունը ցույց տալ դրսում։ Այս առումով Հայաստանի պատմության թանգարանը շատ մեծ փորձ ունի եւ կարելի ասել տարին մեկ կամ երկու տարին մեկ մշտապես մենք ունենում ենք մասնակցություն խոշոր միջազգային նախագծերի, վերջին մասնակցությունը անցած տարի դա Վենետիկի հայտնի Դոժերի պալատում կազմակերպված Մարկո Պոլոյի նվիրված մեծ մի ցուցահանդեսին էր, որտեղ առանձին մեկ ցուցասրահով հենց Հայաստանն էր ներկայացված եւ մեր գործընկերների Մատենադարանի Վենետիկի Սուրբ Ղազար կղզուց բերված նյութերի հետ շուրջ 30-ից ավելի նմուշներ պատմականանի դվին մայրաքաղաքներից, տարվեցին եւ նաեւ Կիլիկյան Հայաստանից իմիջիալոց, որովհետեւ Մարկո Պոլոյի երթուղին հենց Կիլիկյան Հայաստանով էր, բուն Հայաստանով էր, եւ սա ամբողջը արտահայտված էր այդ երրորդ ցուցասրահ, որտեղով այցելուներ այսպես Մարկո Պոլոյի հետքերով այցելում էին եւ շատ ուրախ ենք 80,000-ից ավելի այցելու ունեցավ այս ցուցահանդեսը եւ այդքան մարդ հնարավորություն ունեցավ նաեւ տեսնելու մեր հավաքածուն։ Դրանից առաջ էլի ունեցել ենք ցուցահանդեսներ, մասնակցություն ցուցահանդեսներին, ամենախոշորը վերջին տարիներին դա նույն Նիդերլանդների Դրենց թանգարանում էր 160-ից ավելի առարկա Արարատի հմայքի ներքո, այսպես հենց Հայաստանի կոնտեքստով ցուցադրվեց 2022 թվականին, իմիջիայլոց այս ցուցահանդեսը արժանացավ տարվա այսպես լավագույն ցուցահանդեսի այդ մրցանակին երկրում թանգարանային մասնագիտական ամսագրերից մեկի կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ եւ նույնիսկ Դրեսդ թանգարանը նույնիսկ դրամական պարգևատրում ստացավ այս ցուցահանդեսի համար իր հետևում թողնելով այնպիսի թանգարաններ, ինչպիսի Rijksmuseum-ի ցուցահանդեսներն եւ այլն։ Այս առումով եւ շատ դեռ նույնիսկ խորհրդային տարիներից Հայաստանի պատմության թանգարանը մշտապես այսպես իր հավաքածուները տրամադրել է կամ ներկայացրել է տարբեր հեղինակավոր թանգարաններում եւ այդպիսի ցուցահանդեսներ նաեւ առաջիկայում են պլանավորվում արդեն իսկ այսպես հետաքրքիր բանակցություններ կան եւ եվրոպական երկրների եւ արևելյան տարբեր երկրների հետ մի խոսքով մի քիչ այսպես փակագծեր չբացեմ, որտեղ ցուցահանդեսները երկարատև այսպես բանակցությունների արդյունք են եւ պլանավորման արդյունք են եւ հատկապես մեր արտերկրյա գործընկերները շատ երկար են կազմակերպում հեղինակավոր թանգարանները հատկապես 2-ից 3 տարի, 3-ից 5 տարի այսպիսի պլանավորումներ կա, թեև մենք ուրախ ենք հայտնել, որ այս Մայրաստվածություն անայտից Մարիամ ցուցահանդեսը կարողացանք 1 տարուց ավելի քիչ ժամանակահատվածում իրականություն դարձնել եւ ամեն ինչ հենց սկսվեց նմանատիպ մի հյուրընկալումից, երբ 2023 թվականին մեր թանգարանի 3 առարկա հենց հյուրընկալվել էին բրիտանական թանգարանում եւ այդ առարկաներից մեկը հենց համադրվել էր հայտնի բրոնզե նմուշների հետ, մի պատմական հետաքրքիր հանդիպում էր դա Արտաշատից էր այդ արչակերպ ծիսանոթը եւ հենց այդտեղից սկսվեց այս կարելի ասել խոսակցությունը այն գաղափարը, որ ինչու՞ չէ հնարավոր է արդյոք նաեւ այս նույն երկխոսությունը կազմակերպել Հայաստանի պատմության թանգարանում, սակայն ի տարբերություն բրիտանականի թանգարանի մենք այսպիսի գործընթացում առաջին անգամ էինք ներառվում իր բոլոր այսպես նաև նրբություններով, բարդություններով, բայց շատ ուրախ ենք եւ
մեզ համար շատ կարևոր է, որ այս ցուցահանդեսը իրականացավ եւ դա իր հետևից բերեց նաեւ նմանատիպ ցուցահանդեսների մի շարքի, որ առաջիկայում ուրախ կլինենք ներկայացնել մեր այցելուներին եւ անշուշտ աշխատել նաեւ մեր միջազգային գործընկերների հետ հիմա այսպես աշխատում ենք Չինաստանի ազգային թանգարանի հետ, վերջերս Օմանի ազգային թանգարանում ենք, Աբու Դաբի Լուվրի հետ, որի հետ 2027-ին արդեն իսկ պլանավորված ցուցահանդեսներ կան, Բրիտանական թանգարանի անցած տարի հուշագիր կնքեցինք Չեխիայի ազգային թանգարանի հետ։ Մի խոսքով շատ այսպիսի բազմակողմ համագործակցություններ կան եւ հուսով ենք արդյունքները առաջիկայում արդեն այսպես առարկա նյութական ձևով կներկայացվեն եւ մեր այցելուներին եւ մեր գործընկեր թանգարանների այցելուներին։ Պարոն Պողոսյան, 105-ամյա գործունեության մեջ թանգարանը, եթե թվով փորձենք ասել, որքան ֆոնդերում որքան ցուցանմուշներ է պահպանում։ Անցած տարվա տարեվերջի տվյալներով շուրջ 403,000 գրանցված առարկա կա եւ նաեւ կան հարակից, հավաքածուներ, փաստաթղթեր, օժանդակ նյութեր եւ այլն եւ այլն։ Եվ երկու մասնաճյուղերի հետ, որովհետև երկու մասնաճյուղ ունի, ներկայությամբ Հայաստանի պատմության թանգարանը 108,000-ից ավելի։ Անցած տարի միայն մենք ունեցել ենք 2,000-ից ավելի համալրում եւ այս տարի էլ կարծում եմ շարունակվում է այս գործընթացը, կունենանք էլի բավականին տպավորիչ նման ցուցանիշ։ Մի խոսքով իր ավելի քան արդեն 105-ամյա գործունեության ընթացքում, երբ որ թանգարանը սկսեց 10,000-ից 15,000-ից ավելի նմուշներով, այսօր փաստորեն ունենք 400,000-ից ավելի հնագիտական, ազգագրական, դրամագիտական, տարաբնույթ նյութեր, մշակութային անգին արժեքներ, որոնք մեզ հնարավորություն տալու բացահայտելու մեր պատմությունը, սկսած մեզանից 1.8 միլիոն տարի առաջվա եղելություններից, մինչև ընդհուպ մեր նորագույն նոր շրջանի պատմությունը, հատկապես այս առումով շատ եմ շեշտում 2022 թվականի երկու կարևոր ձեռքբերում, դա առաջին հայ Նոբելյան մրցանակակրի այդ մրցանակներից մեկն էր, որ ինքը նվիրաբերեց թանգարանին, եւ նաեւ առաջին հայ տեզերագնացի ամերիկահայ, Ջեյմս Պաղյանի այն տարբերանշաններն էր, որոնցով երկու անգամ եղել էր տեզերքում եւ իր վերանշանները միջայլոց նրանք երկուսն էլ ասացին, որ այս նմուշները մեզանից շատ թանգարաններ են խնդրել Միացյալ Նահանգներում, բայց իրենք մեծ սիրով դրանք հենց նվիրեցին Հայաստանի պատմության թանգարանին եւ կարծում եմ սա հետաքրքիր է նաեւ հավաքածուի կոնտեքստը հասկանալու համար 1.8 միլիոն տարի առաջվա քարե գործիքներից մինչև հայ Նոբելյան մրցանակակրի մրցանակներն ու կամ առաջին տեզերագնացի տարբերանշանը։ Պարոն Պողոսյան, ես գիտեմ, որ ոչ միայն սեփական, այլև սեփական միջոցներով ձեռք բերված ցուցանմուշներ են այսօր նվիրաբերվում թանգարանին, վերջերս էլ Ուրարտական, ճիշտ եմ ասում, Ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներ ունեինք։ Այո, քրիստոնեությունից առաջ երրորդ հազարամյակի ցուցանմուշներ ստացանք։ Ինչպիսի վերաբերմունք ունեք սրան, ինչ գործունեություն է սա իրենից ենթադրում։ Սա պետք է ասեմ, որ մեր թանգարանի հիմքում է, մեր գործունեության հիմքում է ընդհանրապես նվիրվելու եւ նվիրաբերելու ավանդույթը, որովհետեւ ինքը թանգարանը ձևավորվել է նմանատիպ այդպես հայրենասիրական հենց մոտեցումների հիման վրա։ Դրանք տարբեր հայկական համայնքներում ձևավորված հայկական հավաքածուների այսպես
համադրությամբ ստեղծվեցին, նոր հետագայում դրվեցին գիտական պեղումների եւ ազգագրական արշավների հիմքով հավաքագրումը, բայց այս ավանդույթը թանգարանի ավելի քան 105-ամյա այս պատմության ընթացքում մշտապես եղել է եւ այսօր էլ շատ ուրախ ենք, որ շարունակվում է, իհարկե տարբեր ձևերով, մի դեպքում մարդիկ իրենց անձնական այսպես նվիրաբերությունն են անում, մյուս դեպքում այ վերջին դեպքերից մեկում նույնիսկ մարդիկ իրենց սեփական միջոցներն են ծախսում, որպեսզի այդ արժեքները հենց թանգարանում հայտնվեն, այսինքն դրանք դառնան մեր ազգային հավաքածուի մի մասը, այսինքն չդառնան ինչ-որ մասնավոր հավաքածուների կամ հաճախ նաև այսպես նյութական առևտրի միջոց, բայց դառնան հենց կրթության, գիտության եւ ժողովրդի մշակութային, այսպես ինքնությանը ծառայող հետաքրքիր ռեսուրսներ եւ սա ապագային ուղղված գործունեություն է, հենց հայրենասիրական նվիրումի կարևոր ակտ է, որը ուրախ ենք, որ մեր օրերում շարունակվում է եւ հուսով ենք նաեւ այսպես անդադ կդառնա կարևոր շատ-շատերի համար, որոնք կնախընտրեն թանգարանում դրանք տեսնել, այլ ոչ թե իրենց սեփական հավաքածուներում, սեփական անձնական տարածքներում, որտեղ դրանց կյանքը կարճ է։ Պարոն Պողոսյան, երևի թե մեր թողարկումը եզրափակենք ամենակարևոր հարցերից մեկով, ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդերում պահվող եւ առհասարակ ցուցադրվող ցուցանմուշները միշտ մնան ժամանակակից եւ հետաքրքրեն նաեւ երիտասարդ սերնդին։ Շատ տարբեր, առաջին հերթին փորձում ենք հիմա նաև թանգարանը արդեն 2 տարուց ավելի վերաբացման փուլում է եւ այս վերաբացումն էլ մենք փորձեցինք նորովի իրականացնել եւ նաև համադրել որոշ նոր տեխնոլոգիական միջոցների ձևերի հետ, սակայն բացի ցուցադրությունը թանգարանը մշտապես փորձում է նաև միջոցառումներ կազմակերպել, տարբեր ֆորմատի, ձևաչափերի միջոցառումներ եւ իր մշտական եւ իր ժամանակավոր ցուցահանդեսների հիմքով։ Բոլոր այդ միջոցառումները, սկսած այսպես հանրային դասախոսություններից, մինչև նաև նույնիսկ տարբեր երիտասարդների մասնակցությամբ հատուկ տուրեր, այցելություններ, թվային հարթակներում խաղարկումներ եւ այլն, բոլորը միտված են նրան, որպեսզի հանրության բոլոր շերտերի համար դրանք ընկալելի լինեն, մատչելի լինեն այդ մշակութային արժեքները եւ դրանք նաև դառնան իրենց իմացության մի մասը, որովհետև հաճախ մենք այսօր խնդիր ունենք, մարդիկ նույնիսկ չգիտեն իրենց ազգային թանգարանում ինչ գանձեր են պահվում եւ այս առումով նույնիսկ այդ ցուցահանդեսն էլ, մայրաստվածության նվիրված ցուցահանդեսը շատ լավ կատալիզատոր դարձավ, որպեսզի մարդիկ նաև գան, ծանոթանան նաև մշտական ցուցադրությանը, որովհետև ինքը տոմսի արժեքը ներառում է նաև այցելություն թանգարանում վերաբացված եւ բացված մյուս ցուցադրական հատվածներին։ Եվ շատ-շատերը նաև հաճախ զարմանքով են բացահայտում, թե ինչ ժառանգություն ունեն եւ սա կարծում եմ կարեւոր է, որովհետեւ դա նրանց մոտ բերելու է արժեքային փոփոխության, որը հենց թանգարանի ամենակարևոր առաքելությունն է, որպեսզի մարդկանց մոտ լինի արժեքային, արժեհամակարգային փոփոխություն եւ նրանք պատրաստ լինեն նաեւ իրենց մշակութային ժառանգությունը իմանալու եւ ներկայացնելու ամենաբարդ այսօր բոլորի առջեւ կանգնած այս գործընթացներում, որովհետեւ գաղտնիք չէ, որ մենք այսօր մարտահրավերներ ունենք նաեւ այս առումով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով շատ ուրախ եմ, ես եմ շնորհակալ։ Հայաստանի պատմության թանգարանը ոչ միայն պահպանման, այլև ճանաչման ու ուսումնասիրման հզոր հարթակ է, որը կապողողակ է հանդիսանում անցյալի, ներկայի ու ինչու ոչ նաև ապագայի համար։ Այցելեք թանգարաններ ու մնացեք մշակույթի մեջ, իսկ մենք կհանդիպենք։